Հարկ Տիրոջը սիրելիներ, եղբայրները խոսեցին, մենք եթե ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգու վերաբերյալ, կարող ենք լսել ու լսել, խոսել ու խոսել և անվերջ օրինակներ բերել, թե Սուրբ Հոգին երբ որ մարդու մեջ ապրում է, ինչպես է փոխվում մարդը, նոր մարդ, որ աշխարհը զարմանում է, զարմանում են աշխատակիցները, զարմանում են ընտանիքի անդամները, զարմանում են իր հետ սովորող ուսանողները կամ դպրոցականները, զարմանում են նույնիսկ բանտում, երբ որ մարդը ապաշխարում է ու փոխվում է, զարմանում են ոստիկանությունը, զարմանում են, թե ինչ է տեղի ունեցել, որքան պետությունները միջոցներ են ծախսում, որպեսզի մարդուն սկսած մանկամսուրից, մանկապարտեզից, բարձրագույն ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրաներ, գիտական թեզեր պաշտպանելու, բայց տեսնում ենք միևնույն է, պաշտոնյան դառավ հանցագործ, գիտնականը հանցագործ, այսինքն չի ստացվում, որովհետև գիտությունը մարդուն կարող է ինչ-որ գիտություն, բայց առիթի դեպքում նա կդառնա ամենամեծ հանցագործը։ Սուրբ Հոգին ապրում է մարդու մեջ։ Գործք առաքյալոց 2-րդ գլուխ 37 խոսքում մենք կարդում ենք այսպիսի խոսքեր, առաքյալը ասում է. Երբ ասիկա լսեցին իրենց սրտերուն մեջ զղջացին և ըսին Պետրոսին և մյուս առաքյալներուն, մարդիկ եղբայրներ, ինչ ենք, ինչքան կարևոր է, ինչ անեմ, և արդեն ազատ կարող ես քարոզել, խոսել, բացատրել, և Պետրոսը սկսեց բացատրել, Պետրոս սավ անոր, ապաշխարեցեք, սավ անոնց, ապաշխարեցեք, ու ձեզմե ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը մեղքերի թողության համար և Սուրբ Հոգին պարգևը պիտի ընդունիք։ Պարգևը։ Սուրբ Հոգու պարգևը։ Գիտեք, առիթից օգտվելով ես պարգև բառը ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև երեխան, որ Աստված տալիս է որպես պարգև։ Ճիշտ է, Սուրբ Հոգին ցանկացած տարիքում, թեկուզ անկողնու մեջ մենք տեսել ենք, ստացել են այդ պարգևը, բայց երեխան Աստված տալիս է մարդուն, դա նույնպես հավիտենական է, պարգև է հավիտենական, դա մարդ է հավիտենական, Աստված քեզ մարդ է տալիս հավիտենական, պարգև է տալիս հավիտենական, և ցավոք սրտի մենք տեսնում ենք ծնողների, երիտասարդ ծնողների, որոնք մերժում են հավիտենական պարգևը, որ տալիս է Աստված մարդուն, քեզ ծնողներ, հայր և մայր, պարգևը տալիս է։ Մի 2-3 օր առաջ հյուրեր էին եկել Հոլանդիայից և իրանք ուզում էին տեսնել մեր երեխաներին, ինչպես են երգում, ինչպես են նվագում և այդպես իհարկե այդ օրը վերջի զանգի օրներ երեխաներին մի կերպ ինչ-որ ձևով հավաքեցինք, իհարկե փորձի օրեր և իրանք տեսան, մեկը լաց էր լինում և երբ որ զրուցելուց ասեցի, որ ինչպես Գերմանիայի Շպայր քաղաքում 3 միլիոնանոց 3000-անոց եկեղեցին
իրենք դրսից համարյա չեն գալիս, իրենց երեխաներով է աճում եկեղեցին։ Եվ լաց եղավ։ Ասես երիտասարդները նվագող, տեսնում ես 7-8 երեխաներ ունեն։ Լաց եղավ ուղղակի։ Նայում են երեխաներին, ասում դա լրիվ չի, դա կեսիցն էլ քիչն է։ Գիտեք, դա նույնպես պարգև է, սիրելի երիտասարդ քույր եւ եղբայր, դա պարգև է, դա երկնքից պարգև է։ Իսկ Սուրբ Հոգին, երբ որ մենք կարդում ենք, ինչպես եղբայրները ասեցին շատ, ես ուղղակի շարունակում եմ մի քանի բան ուզում եմ ավելացնել, Երկրորդ Կորինթացիս 1:21-ում կարդում ենք, որ ինչ է անվանվում Երկրորդ Կորինթացիս 1:21 ինչ է ասվում այդ մասին, բայց ան որ մեզ ձեզի հետ մեկտեղ Քրիստոսով հաստատեց ու մեզ օծեց Աստված է, որ մեզ կնքեց ալ եւ մեզի տվավ հոգին գրավը մեր սրտերու մեջ, գրավ հոգի, գրավ մեր սրտերու մեջ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք սիրելիներ գրավ բառը, գրավ այսինքն մեր սրտերու մեջ նա պահելու է, քանի դեռ մենք այս մարմնի մեջ ենք։ Այս մարմնի մեջ մինչև մեր կյանքի ավարտը այս մարմնի մեջ այդ գրավը մեր սրտերու մեջ է լինելու։ Ինքը բաց չի թողի մեզ, բաց չի թողի մեզ ինչպիսի պայմաններում էլ որ մենք լինենք։ Ինչ եք կարծում, Գրիգոր Լուսավորիչը մեր առաջի կաթողիկոսը 14 տարի խոր վիրապի փոսի մեջ, ինչ եք կարծում, Սուրբ Հոգին, եթե իր ներսում չլիներ, իր սրտում, ինչ է կարծում, դա կարող է շատ բաներ մեր աղավաղված է հասել, շատ բաներ մենք իր կյանքից, շատ բաներ մենք տեղյակ չենք, թե ինչ է կատարվել այդ գիշեր ու ցերեկ այդ փոսի մեջ ապրելու ժամանակ, ինչ է կատարվել իր հետ, շատ բաներ մեզ չի հասել, որտեղ անցել է բավականին երկար տարիներ, ինչ է կատարվել, Սուրբ Հոգու գրավը մարդու սրտի մեջ, այս ազատ կյանքի մեջ, հալածանք չկա, ոչ մի հալածանք չկա, մեզ էլ մի բաներ հարգում են, օրինակ, հիշում եք պատերազմի ժամանակ, աշխարհիկ մարդիկ ջրվեժից, մասիվներից այնքան էին բերում, ասում ենք, բավականային չանենք, այսքան բերում եք, աշխարհիկ մարդիկ։ Այսինքն նրանք տեսնում էին հավատացյալների մաքրությունը, սրբությունը, ազնվությունը, անկեղծությունը, Եվ հետաքրքիր է հյուրերից մեկը, քանի որ մի քանի անգամ եղել էր, չէ էլ հիշում, ինքը որ եղել էր, ասեց, եղբայր ասեց, նե իհարկե իրանց լեզվով թարգմանում էին, ասեց, այն հանցագործը, որ ապաշխարել է, ես տարիներ առաջ լսել եմ քեզանից, ուզում ենք բոլորս լսենք, նորից կկրկնես, կասես, քո աքսորովա ժամանակ, երբ որ ապաշխարել է։ Դե ես սկսեցի նորից պատմել, հիշում եք Համլետին, կացենիում էինք, եկավ Ստարովի տեսնեք, եւ հետաքրքիր է,
իր փոփոխությունը որ տեղի ունեցավ, զարմացավ ոստիկանապետը, զարմացան ոստիկանները, հայոյող, չաշխատող, իր կաբինետը, ես էլ եմ ասել երևի, կհիշեք, ոստիկանապետի կաբինետից ավելի բաներ, նրան ավելի շատ էին լսում հանցագործները, քան ոստիկանապետը, մի բան էլ մեր Համլետին էին ասում, Համլետը, երբ որ ինքը փոխվեց, այնպես փոխվեց, ոստիկանապետն ինձ կանչեց, ասում է, ինչ եք արել, ես ինչ հրաշք կա կատարվել, Համլետը աշխատում է, Համլետը չի հայոյում, Համլետը ոչ մեկին չի ծեծում, ոչ մի բան, ես ինչա տեղի ունեցել, ասում եմ, ես 60 տարեկան, 60 կիլո էլ չկայի, Համլետը 140 կիլոգրամ է, արդյոք հնարավոր է, որ ես իրան փոխեմ, հասմա, բայց ինչ է կատարվում, և ինձ պետք էր, որ ոստիկանապետին վկայել, ասում որ միցինում իհարկե, և այդ ժամանակ, որ սուրբ գիրք շատ դժվար էր ճարելը, թույլ տվեցին, որ 4 սահատ Երևանից նոր գտակարան եկավ, շատ դժվարությամբ ճարել ուղարկել էին, և հասավ նրան, որ վերջում այդ ոստիկանապետ մարդը, արդեն ես ազատվել էի, արդեն պիտի այդպես թղթերով էի զբաղվում դեղ ստորագրելու բանի, ասեց Արոն ասեց, դե ազգանունով էր ասում Ղազարյան, ասեց, ինչ կլինի, 2 ամիս էլ մնա, 2 ամիս հետո ես թոշակի իրար հետ այդ հանգը, ասում դե, չէ լավ ասեց, շատ երեխեք ունես, ասի ուղակի եկել են, եղբայրներն եկել են, որ պետք է այստեղ խնջույք են կազմակերպել, որ Կոկրատի եկեղեցին, ինչ անեմ ասա, չէ ասում եք լավ գնա, այսինքն այդքան թանկ ես դու ինձ համար, ոստիկանապետն այդպես ասեց, արդյոք մենք մեզանից որևէ բան ներկայացնում ենք, Սուրբ Հոգին ապրում է քո մեջ, ինչպիսի միջավայրում էլ որ լինես, դու հիշի, որ դու ներկայացնում ես քո փրկչին, և դա անսահման երջանկություն է, սպասվում քեզ, ես ուզում եմ շարունակությունը մի միտք կարող է դա գաղտնիք է ուզում եմ բացել, Առաջի Հովհաննես 3 գլուխ 24 խոսք, Առաջի Հովհաննես 3 գլուխ 24 խոսք, այստեղ մի կարևոր բան, որ իմ սրտում կա, ուզում եմ ասել, ան որ պատվիրանքները կպահե, շատ կարևոր է, ուշադրություն դարձնենք, պատվիրանքները պահելու հետ կապ ունի, անոր մեջ կկենա, ու Աստված ալ իր մեջ, Աստծոյ մեր մեջ բնակելը կգիտենանք Սուրբ Հոգին միջոցով, որ մեզի տվավ, ուրեմն ան որ պատվիրանքները կպահե, իսկ եթե չի պահում պատվիրանքները, աշխարհի կյանքով ապրում, Սուրբ Հոգին մեջն է, բայց ապրում աշխարհի կյանքով, նա որ, այսինքն կա չպահող, այստեղ ասում է, որ նա որ պատվիրանքները կպահե, երկուսն էլ Սուրբ Հոգով մկրտված են, մեկը պահում է, մեկը չի պահում, մեկը չի տարբերվում աշխարհից, չի տարբերվում իր գործով, իր կյանքով, իր տեսքով, չի տարբերվում աշխարհից, աշխատում է աշխարհիկի նմանվել մի բանել էլ ավելի այդպես աշխարհիկ երևալ, և իր կյանքը չի տարբերվում, եղել է որ
ասում է այսքան տարի մեր հարևանն է եղել, մենք չենք իմացել, որ հավատացյալ է։ Բայց Սուրբ Գիրքն ասում է դուք եք լույսը աշխարհի, դուք եք աղը աշխարհի։ Լույսը չի կարա պաղկվի, դե արի լույսը փագի, ոնց անում ես, երևում է ճառագայթները դուրս է գալի։ Դե ասում է չեմ իմացել, քանի տարի, 20 տարի, 10 տարի, չեմ իմացել։ Ուրեմն պատվիրանքները չի պահում։ Իսկ այստեղ ասում է, նորից եմ կրկնում, ան որ պատվիրանքները կպահե, անոր մեջ կկենա, ու Աստված ալ իր մեջ, Աստծոյ մեր մեջ բնակիլը կգիտենանք Սուրբ Հոգին միջոցով, որ մեզի տվավ, կգիտենանք, կզգանք, ինչպես են կզգում Սուրբ Հոգին գործողությունը մեր մեջ, ինչպես ենք զգում, զգում ես, օրինակ, մարդիկ պատերազմի ժամանակ, երբ որ այստեղ մեր արցախցի քույրերին պահում էինք իրենց երեխաներով, ընտանիքները պահում էինք, ամուսինը պատերազմի դաշտում, մենք զգում էինք, այնքան էին մեզ, այդպես աշխարհի մարդիկ ուտելիքներով, ամեն ինչով, բաղնիկ սարքեցին, տո սառնարաններ առան բերին, տո ես ինչեր էին անում։ Մենք զգում էինք, որ Սուրբ Հոգին գործում է ժողովրդի մեջ։ Եվ ժողովուրդը այդ 100-ից ավելի այդ ընտանիքներին եւ իրենց երեխաներին ոնց են։ Եվ որ երեխաները ված վզում ջարդում փշում, ասում են ոչինչ, թող իրենց պապան պատերազմի դաշտում, թող ված վզի, թող ջարդի, ինչ ուզում է թող անի, մի խոսացեք իրենց վրա։ Այսինքն մեր մեջ ապրելով Սուրբ Հոգին մեզ թույլ չի տալիս բարկանալու, չգիտես, չարությամբ լցվելու, թեկուզ երեխաները ջարդում էին այնտեղ։ Ոչինչ, Սուրբ Հոգին քո մեջ բնակվելով դու զգում ես մարդկանց տպավորությունները, մարդկանց զգում ես, որ դու ուրիշ մարդ ես, ինչպես եղբայրն կարդաց եւ ասեց։ Դու ուրիշ մարդ ես եւ զարմանում ես քո վրա։ Առաջինը դու պետք է զգաս, որ դու ուրիշ մարդ ես, որովհետև Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ։ Եվ Հռոմայեցիս մի բան էլ ուզում եմ ասել, Հռոմայեցիս 8-րդ գլխում ինչ հետաքրքիր է, ինչպես ասեցի, որ գիտությունը իհարկե մարդը կարող է գիտություն ունենալ, 8-րդ գլուխ 26-27 խոսքերն եմ կարդում։ Այստեղ մի բան, որը գիտնական մարդը, շատ պրոֆեսոր, գիտնական, վերջապես շատ ուսում ստացած մարդը սա չունի, սա չի կարող, որովհետև մի բան է քո մեջ գործում, որը քո գիտությունից, որը քո շատ իմանալուց չի կախված։ Այստեղ կարդանք, նույնպես ալ հոգին ալ, օգնության կհասնի մեր տկարություններուն, քանզի ինչու եւ ինչպես աղոթելու ենք չեն գիտեր։ Երբ կհասնի օգնության, տկարություններուն, ինչպես, ինչու չեն գիտեր։ Կարևոր չի դա գիտենաս։ Օգնության կհասնի, շատ կարևոր է։ Երբ որ տկար ես։ Տկարության ժամանակ օգնության հասնում, պատկերացնում ես, մարդը շատ է ուզենում, որ իր տկարության ժամանակ, իր խեղճանալու ժամանակ, մեկը իրան օգնի,
ծեծում են իրան նախատում են իրան, մեկը իհայտ է գալիս և պաշտպանում է իրան, օգնում է իրան, բայց այստեղ հոգևոր տկարության մասին է խոսքը, կարող է դու տառապում ես, ես տառապում եմ, մտահոգ ես, տանջվում ես, և ասում է ձևը, այդ պահին ձևն ասում է ոչ թե դիմի, տարբեր, պարզաբանումներ արա, մեկին բերթո վկաներ, տենց բաները կարև, պետք չի, այդ ինչ արա այդ պահին, և ինչպես աղոթելու ենք չենք գիտեր, բայց ինքը հոգին բարեխոս կլա մեզի համար անբարբար հառաչանքով, և սրտերը քննողը գիտե հոգին ինչ խորհիլը, քանզի Աստծոյ կամքին համեմատ բարեխոսություն կնե սուրբերուն համար։ Աստծոյ կամքին համեմատ բարեխոսություն կնե։ Կարող է դու ինչ որ ուզում ես այդպես լինի, այդպես քեզ վնաս լինի։ Բայց Աստծոյ կամքին համեմատ բարեխոսություն կնե։ Քեզնից ինչ է կախված, ինձնից ինչ է կախված մեզանից, որ մենք, երբ որ տխուր ենք, տկար ենք, այդ ժամանակ լիովին տրվենք Տիրոջը։ Երբ որ այդպես մի փոքր բաներ տեղի ունեցան ինձ հետ էլ, վերջի անգամ մեր Սամվել եղբորը հանդիպելուց նույն բանը ինքն էր ասում։ Ասում էր, ես ու Վահեն դե ասեցի իրար, դեղ էինք մի օր թե երկու օր հետո, մի օր հետո ոնց գնաց։ Ասում այ ախպեր, այսքան տարի, 50 քանի տարի հավատքի մեջ եմ, հետաքրքիր բան է ինձ հետ կատարվում։ Ասում Տեր, ես քոնն եմ, անընդհատ այդ բառերն եմ ասում։ Այ քեզ բան ասում։ Սամվել ես էլ եմ այդ բաներն ասում էի։ Տեր, ես քոնն եմ, քո սեփականությունը։ Էլ ուրիշ բան չես ասում։ Ասում ես էլ այդպես ասում։ Բայց դե ինչ ասեմ, Սամվելին Տերը վերցրեց ինձ թողեց։ Հետաքրքիր է, սիրելիներ, ես քոնն եմ։ Ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ քոնն եմ։ Մի բան գիտեմ, որ քոնն եմ և վերջակետ, քո սեփականությունն եմ և վերջակետ, դու ես որոշում և վերջակետ։ Սիրելիներ, դա հրաշք խոսքեր է, դա հրաշալի խոսքեր է, ես քո սեփականությունն եմ, ինչպիսի տկարություններ էլ, որ կատարվի մեզ հետ, դա ընդամենը մեր գիտակից բառերով, մեր լեզվով, մեր հայրեն լեզվով ասենք, ու տարբեր իհարկե տարբեր ազգեր կարող են իրենց մայրական լեզվով ասեն, ես քոնն եմ, մնացածը Սուրբ Հոգով աղոթել։ Ինչ հրաշք կա, Տերը տվել է, միտեղ ասում է գրավ քո ներսում, մյուս տեղ ասում է կապրի քո մեջ, մյուս տեղ մենք տեսնում ենք ասում է, որ մի մտածիր, ինքը գիտի ինչ խնդրի և ճիշտը կխնդրի, ինչ որ քեզի պետք է, ինչ որ ինձ պետք է, ինքը գիտի ինչ կխնդրի, ինչ ենք ուզում էլ դրանից առավել, ինչ ենք ուզում, ինչի այդ դատարկ, այդ անապատ, այդ ոչինչ աշխարհը մեզ կարողանում է խաբել, որ մենք պատվիրանքները չպահենք, որ մենք պատվիրանքները թերի պահենք, որ մենք պատվիրանքները անձնուրաց չպահենք, կապրի մեր մեջ, որպես գրավ, քանի դեռ այս մարմնի մեջ ենք, կապրի մեր մեջ, և իմ մտածիր, թե ինչպես դուրս գաս այդ ելքը գտնես,
դուրս գաս այդ վիճակից։ Ինքը ելքը գիտի։ Միայն դու ասա Տեր, ես քոնն եմ, քո սեփականությունն եմ։ Եվ աղոթի Սուրբ Հոգով։ Մի բան էլ իմ կյանքից ասեմ ու ժամանակը։ Ես որ նոր Սուրբ Հոգով մկրտվել էի, այնքան էր, մի տատիկ ունեինք, ինքն էր իմ դաստիարակողը, ես ուսանող էի, մորաքրոջս տուն էի մնում, իր կեսուրը, ասում էր, գյուղ կգնաս մեղքի մեջ, դե ուսանող, պտի գյուղ գնա, շաբաթ օրը գնում կիրակի հետ էի գալի, դե ասի դե ոնց չգնամ, պապան գջղայնանա պտի գնամ, գնացել եմ այնպեսի մի լեցված եմ այդ օրերը, ավտոբուսով հետ էի գալի մեր գյուղից, Մարգարայից դեպի Էսկոմ 5 կիլոմետր մեր գյուղն է, հասա Էջմածին, ասի իջնեմ մի հատ մտնեմ տաճար, մի հատ բարձրաձայն աղոթեմ, ընդեղ էլ ոչ բան չեմ բռնի տանի, բայց մի հատ երևել եմ ասեմ մի հետաքրքիր բան կատարվեց, հետո մեզ Հակոբ եղբայրը, Սերգեյ եղբայրը ասել էին, որ դուք միայն կարող եք հոգիների վկայել տաճարում, ուրիշտեղ չեք կարա, ուրիշտեղ ոչ բան չեն գաղտնի էր, ամեն ինչ գաղտնի էր, և այդպես ավտոբուսից իջա վազելով, հոգով աղոթելով մտա Էջմածնի տաճար, մտա ու աղոթում, չի դադարում, աղոթում եմ, և իբրև իմ խելքով ուզում եմ ընդե տեսնում եմ, կանայք էին կանգնած, վկայում եմ, և այնպես ստացվեց գնալով ձենս բարձրանում հավաքվան, թռա էլա կանգնա այդ բեմի վրա, տերդերի կանայի այդ բեմի վրա, ու ժողովուրդ, Քրիստոս, չգիտեմ ինչ էի խոսում, ես չեմ ինչ էի խոսում, մեկ էլ տերդերն եկավ, ժողովուրդ հավաքվել, վայ, բալիկ ջան, սիրո, բան արեց, ժողովրդին, ժողովուրդ ջան, բան, այտենց ինձ տարավ իրա խուցը, ես զարմացա, դուրը փակեց, տեսքը փոխվավ, մինչև այդ բալիկ ջան, մյուս անգամ ստեմ մտել ես, ականջներիդ կտրեմ, Էշ, ինչ որ է, գնացի, Հակոբ եղբորը պատմեցի, այ տղա ջան, ինչ գործում է սիրած, մի խսկով, ես արդեն նոր էի զանազանում, չակատարվում, ես աշխարում, ինչա մարմնավոր, ինչա հոգևորը, Սուրբ Հոգին մարդուն, ինչպիսի այդ կյանքը մարմնավոր մարդիկ չեն կարող հասկանալ, նոր եմ, վերջ ասում եմ, Աստված հոգնի մեզ սիրելիներ, գանք աղոթքով Աստծո առաջ, չգիտեմ, Վարդան եղբայր ջան, երևի հետո կաղոթենք, դու ասեցիր ժամանակ ուղղակի, աղոթենք, նորից հիշենք մեր քույրիկի տղային, Սուրբ Հոգով ջրով մկրտված էակը ապահով է, բայց պատվիրանքները պետք է մաքուր պահի, ապահով է, բայց գրված է պատվիրանքները, պահի, եթե պահի, ուրեմն կա որ չի պահում, ուրեմն յուրաքանչյուրս վերանայենք մեր կյանքը, և ինչ հոգսեր կա բերենք Աստծո առաջ,